Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մամիջանյան։ Պարոն Մամիջանյան, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա քաղաքական թիմի կողմից շարունակվում են հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքները Նիկոլին իշխանությունը տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչյանը նաև ասաց, որ զանգել է այդ օրերին 18 թվականին Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ամեն բան նորմալ է, բայց մեկ շաբաթ հետո, եթե չեմ սխալվում, հրաժարական է ներկայացրել։ Իրականում ամեն ինչ այդպես է եղել։ Տեսեք, նախագահ Սարգսյանը օրերս դատարանի մոտ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ այդ հարցին, ասելով, որ ինքը անձնական խոսակցությունների բովանդակություն չի հանրայնացնում։ Բնականաբար նույն տրամաբանությամբ առաջնորդվելու եմ ես, բայց շարունակելով այդ թեման, ես չեմ կարող պատմել, թե ինչ է եղել այդ խոսակցության ընթացքում, բայց կարող եմ պատմել, թե ինչ չի եղել այդ խոսակցության ընթացքում։ Համեցեք։ Այդ խոսակցության ընթացքում նախագահ Քոչարյանը օրինակ չի ասել նախագահ Սարգսյանին, որ իր թիմակիցներից, իր աջակիցներից այն մարդիկ, ովքեր հայտնվել են ցույցերի մասնակիցների շարքերում, հրապարակում, ֆոտոներ տեղադրել իրենց սոցիալական ցանցերում եւ այլն, ինքը իրենց հետ զրուցել է, բացատրել է, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են ունենալ 18-ի իրադարձությունները եւ իրանք այլևս նման բաներ չեն անի եւ փաստացի նախագահ Սարգսյանի դեմ ցույցի մասնակից չեն լինի։ Այդ հաստատ չի եղել այդ խոսակցության ընթացքում, թեպետ երևի պիտի լիներ, բայց չէր էլ կարող լինել, որովհետեւ եթե ու սրա մասին իմ գործընկեր Էդվարդ Շարմազանովն է խոսել, եթե եւ ոչ միայն պարոն Շարմազանովը, եթե բացենք նախագահ Քոչարյանի գիրքը, այնտեղ կա երկու հետգրություն, հետգրություն եւ հետգրություն։ Առաջին հետգրությունում նախագահ Քոչարյանը բավական դրական է արտահայտվում 18 թվականի ցույցերի մասին, ասելով, որ դա հնարավորություն է, ժողովրդական ընդվզում եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրանից 2 ամիս անց, թե մի քանի ամիս անց գրված արդեն հետ գրության մեջ, այդ ամենը գրքում ներկայացված է ժամանակագրորեն։ Ինքը արդեն բարձրաձայնում է այն մտավախությունները, որոնց մասին հանրապետականը խոսում էր 18 թվականի ապրիլի 25-ից եւ նաեւ փորձում էինք մեր համակարգացիներին նախազգուշացնել այդ ամենի մասին ապրիլի իրադարձությունների ժամանակ, մայիսին ազգային ժողովում, քվեարկությանը նախորդող քննարկման ժամանակ, ֆրակցիայի հանդիպման ժամանակ եւ այլն։ Ուստի ես չեմ կարծում, որ դա տենց մի առանձնապես երկար քննարկելու թեմա է, որովհետեւ կարծում եմ շատ ավելի էական է, որ իմ ասածները նախագահ Քոչարյանը նախագահ Սարգսյանին չի ասել։ Շատ լավ, բայց ուզում եմ հարցնել, այս երկու քաղաքական թիմերի եւ առաջնորդների միջև կա հնարավորություն միասին սրանից հետո ճանապարհ անցնելու, թե կամուրջները մեկն միշտ այրված են։ Տեսեք, պարոն Սիմոնյան, հաճախ ներկայացվում է, որ այս մի քանի ամիսների ընթացքում այս ամենը տեղանում, դա այդպես չի։ Այս ամենը հանրապետականի եւ նախագահ Սարգսյանի դեմ որոշ դեպքերում սկսել է 2008 թվականից, որոշ դեպքերում 18 թվականից, որոշ դեպքերում վերջին մի քանի տարին մենք այդ բոլոր գործող անձանց գիտենք իրենց ֆեյքերով, իրենց ֆեյք լրատվականներով եւ այլնով։ Միակ բանը, որ փոփոխվել է վերջի մի քանի ամիսների ընթացքում, մենք սկսել ենք դրան պատասխանել։ Ուստի հարցի պատասխանը հետևյալն է, այս ողջ ընթացքում, երբ տեղի է ունեցել բազմաթիվ համատեղ պայքարի դրվագներ, այդ բոլոր ժամանակներում, այդ բոլոր պայքարի դրսևորումների ժամանակ ես գիտեի, որ իմ կողքը օրինակ նստած որոշ գործիչներ այդ հանդիպումից դուրս են գալիս ու մեր դեմ գրառումներ են կազմակերպում, արշավներ են կազմակերպում եւ այլն։ Բայց միևնույն է հանրապետականը մասնակցել է այդ բոլոր գործընթացներին ուժերի ներածի չափով եւ դրանից մի քիչ ավել, միշտ եղել է ամենավտանգավոր տեղերում, դուք դրանց
լուսաբանմանը մասնակցել եք, գիտեք թե հանրապետականը ոնց է կռիվ տալիս, ոնց է պայքարում։ Ուստի ոչինչ չի փոխվել մեծ հաշվով, այն ինչ որ առաջ որոշները ծածուկ էին անում, սկսել են հիմա հրապարակային անել։ Մեր նպատակը մեկն է, առաջնային նպատակը մեկն է իշխանապողությունը Հայաստանի Հանրապետությունում, Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որպեսզի մենք կարողանանք անվտանգ եւ բարեկեցիկ երկիր ունենալ, ուստի այդ նպատակին իրապես այդ նպատակին միտված, այդ նպատակով ապրող եւ այդ նպատակի համար ամեն ինչ անող ոչինչ չխնայող մարդկանց հետ մեր ճանապարհները նույնն են։ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ գաղափարի շուրջ հնարավոր է համախմբվել, եթե գաղափարը իշխանապողությունն է, ապա տեսնում ենք, որ տարբերություն կա դրա հետ կապված, հանրապետական կուսակցությունը մինչև 26 թվականն է ուզում իշխանապողության հասնել, Հայաստան խմբակցությունը ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը կողմ են ընտրությունների տարբերակին, կարծես թե այ որ գաղափարի շուրջ կարող են ընդդիմադիրները դեպքին անել։ Գիտեք, ես կարող եմ խոսել մեր կուսակցության եւ մեր խմբակցության անունից, մենք առաջարկում ենք, մենք վստահ ենք, որ եթե արկա է վարչապետին համվստահություն հայտնելու գործիք, արկա է գոնե 1% հավանականություն, հնարավորություն այն իրագործելու, թեպետ իրականության մեջ դա այդ հավանականությունը չի, բայց ամեն դեպքում նույնիսկ եթե 1% լիներ, ապա պետք է փորձել պայքարել, ամեն ինչ անել, որպեսզի դա իրականություն դառնա, նստել, սպասել 26 թվականի ընտրություններին իմ համար մի քիչ անհասկանալի զբաղմունք, հա, որովհետև ես սրա մասին շատ եմ ասել, ընտրությունները լինում են երկու տեսակ, հերթական եւ արտահերթ։ Հերթական ընտրությունները 26 թվականին են։ Հիմա ինչ անեմ, որ օրացույցը դնեմ դիմացս ուշադիր նայեմ օրացույցին, ավելի շուտ է գալու 26 թվական։ Մի կողմ թողնելով թե ընտրություններով կարելի է չի կա, այդ խոսակցությանը դեռ չեմ անդրադառնում։ Այսինքն ոչինչ չենք կարող չէ անել, որ այդ ընտրությունները ավելի շուտ լինեն, նույնիսկ եթե կան մարդիկ, որոնք համարում են դա լավագույն միջոց է։ Դա հերթականի պարագայում։ Արտահերթի պարագայում նորից նույն պատմությունն է, արտահերթ ընտրությունը հայտարարվում է իշխող ուժի կողմից, հա, երկու հրաժարական եւ այլն եւ այլն։ Այսինքն այդտեղ էլ ընդդիմությունը որպես այդպեսին անելիք չունի։ Իհարկե անելիք ունի առաջադրել տեխնացու Փաշինյանի հրաժարականի դեպքում եւ այլն, այդ ամենը եթե հասնենք այդ գործընթացներին, այդ ժամանակ որպես գործիք կիրառվեն։ Բայց փաստացի այդ երկու գործընթացի վրա էլ որևէ ազդեցություն խորհրդարանական ընդդիմությունը, ոչ էլ արտախորհրդարանական ընդդիմությունը չունի։ Հետևաբար ես առաջարկում եմ մենք կողմնակից ենք այն գաղափարին, որ եթե դեռևս կան հնարավորություններ, չօգտագործված գործիքներ, ինչի դրանցից չօգտվել։ Եվ ուրախ կլինենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեր հետ համակարծիք լինեն։ Այս գործընթացը նախաձեռնել են Նարեկը եւ Էդգարը։ Մեզ ներկայացված տարբերակները, ներկայացված նոր մոտեցումները, հա, այդ 36-ից հետո շարունակել ստորագրությունը, սկզբից բուն անվստահություն հայտնելու գործընթացը դիտարկել որպես այսպես կոչված տրիգեր, հա, այսինքն ոչ թե փողոցային լարում եւ հետո այսպես կոչված impeachment, այլ հենց անվստահություն հայտնելու գործընթացը ծառայի փողոցային լարման, փողոցային կոնսոլիդացիայի տրիգեր առիթ, այդպես դեռևս չենք փորձել այս տարիների ընթացքում, ես չեմ տեսնում որևէ տրամաբանական բացատրություն իսկ ինչի չփորձել։ Impeachment-ի գործընթացի հետ կապված հետևյալ պատկերն է, պարոն Մամիջանյան, պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարեց, որ չի առաջադրում վարչապետի տեխնացու, պատրաստ է քննարկել վարչապետի տեխնացուի հարց։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Սիմոնյան, ուղղակի այդ հայտարարության ամեն բառը էական է, երկու կետում էլ որոշակի շտկում մտցնեմ, էլի։ Մենք հայտարարել ենք, որ մենք այս պահին չենք առաջադրում տարբեր բաներ են վարչապետի տեխնացու եւ դա անում ենք մեկ նպատակով, որպեսզի ավելորդ ամբիցիաներով, նկրտումներով, քաղաքական բարդություններով չծանրացնենք այդ գործընթացը, ավելի պարզ լինի, գոնե պատիվ ունեմի, գոնե հանրապետականի տեսանկյունից եւ այսպես հանրապետականը վարվել է այս 7 տարիների ընթացքում միշտ։ Պարզապես նախորդ դեպքերում այդ քննարկումները չեն եղել հրապարակային, բայց մեր դիրքորոշումը միշտ նույնն է եղել։ Մենք միշտ պատրաստ ենք եղել, զուրկ ենք եղել ամբիցիայից, պատրաստ ենք եղել ցանկացած գործողության, որը օգուտ կտա իշխանապողությանը։ Դա առաջինն է, եւ երկրորդ, մենք այո, պատրաստ ենք առանց նախապայմանների քննարկել վարչապետի տեխնացուի հարցը եւ նախաձեռնել գործընթացը։ Այդ գործընթացի նախաձեռնման համար Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի ձայները խիստ անհրաժեշտ են։
Հետևաբար, արդյոք նրանց տեխնացուի տարբերակը մերժելը, ընդ որում նման հայտարարության տեքստով, այս գործընթացը չի մտցնում փակուղի առհասարակ։ Նախ Հակոբ Ասլանյան, նախ ոչ չի մտցնում, բացատրեմ ինչի, որովհետև Հայաստանի Պետության ազգային ժողովում 4 անկախ պատգամավոր կա, ոչ թե 2։ Դե Գեղամնազարյանն ասել է, որ չի միանալու։ Դե հիմա Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանն այդպես ասել, այդ տրամաբանությամբ առաջնորդվելու ես որևէ նպատակ չեմ տեսնում։ 1, երկրորդ, ինչ վերաբերվում է տեխնացուին, ես հիշեցնեմ մեր հետևորդներին, որ երբ Էդմոն Մարուկյանը հայտարարեց, որ ինքն է Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հայտարարեցին, Էդմոն Մարուկյանն էլ լայվ մտավ եւ հայտարարեց, որ պատրաստվում է ներգրավվել այդ գործընթացի մեջ որպես տեխնացու, այդ պահից սկսած մինչև պատիվ ունեմի հայտարարությունը, որի մասին ես կխոսեմ, այդ մի քանի օրերի ընթացքում նորից Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող մի շարք անհատներ, տենց իրանց կարծիքով շատ լուրջ արշավ էին սկսել, որ ահա այս ողջ գործընթացը նրա համար էր, որ Էդմոն Մարուկյանը դառնա տեխնացու եւ այլն եւ այլն։ Դրան հաջորդեց պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը, որտեղ շատ հստակ ասվում էր, որ մենք Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյան 2-ով չենք փոխում եւ մեր համար ընդունելի չի այն մարդու տեխնացությունը, որ կիսում է մեղքը այն ամենի, ինչ տեղի ունեցել մեր երկրում, երկար ես կարող եմ դրա մասին խոսել, սկսած սուրճ խմելուց եւ պարզաջրելուց Փաշինյանին այն ժամանակ ներկայացնելով, որ ամեն ինչ նորմալ է բանակցային փուլում, շարունակած հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատելուն եւ այլն եւ այլն եւ այլն, էլ չեմ ասում, որ այն ժամանակ Էդմոն Մարուկյանի կուսակցությունը ազգային ժողովում էր, կարող էր ինքը առաջադրվել, կարող էր այն ժամանակ impeachment սկսել, այսպես կոչված impeachment, կարող էր, երբ որ Փաշինյանը հրաժարական տվեց այդ ժամանակ առաջադրվել, կարող էր չհամաձայնվել արտահերթ ընտրություններին եւ այլն եւ այլն եւ այլն, կարող էր առնվազն չհամաձայնվել, կոնսենսուս չապահովել ընտրական օրենսգրքի փոփոխության համար, որովհետեւ հա, դե ձայները ԿՊ-ն իհարկե ուներ, բայց Վենետիկի հանձնաժողովը ունի մի այսպիսի մոտեցում, որ ընտրական օրենսգիրքը ընտրություններից առնվազն 6 ամիս կամ 1 տարի առաջ է կարելի էական փոփոխություններ անել, տրամաբանորեն, որովհետև քաղաքական ուժերը ըստ դրա են պատրաստվում, հա, ընտրական գործընթացների։ Բացառություն են կազմում այն դեպքը, երբ հիմնական դերակատարները, այս բարակայում խորհրդարանական ուժերը, համաձայն են գործընթացին փոփոխություններին, այսինքն արկա է կոնսենսուս փոփոխությունների շուրջ։ Այն ժամանակ պարոն Մարուկյանը այդ կոնսենսուսը ապահովեց, այդ թվում նաև պարոն Մարուկյանը կոնսենսուսը ապահովեց, ուստի մի քիչ անհասկանալի է իր գործունեությունը, բայց այդ առանձին պատմություն է։ Եվ մեր հայտարարության մեջ հստակ ասվում էր, որ մենք պատրաստ չենք Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյան 2-ով փոփոխելու գործընթացին մասնակցել։ Նշեմ, որ դա այս պահի դրությամբ միակ հայտարարությունն է, որտեղ հստակ անձանց եւ գործընթացներին բնորոշումներն ու իրենց անուններն են տրվում, ուստի հերթական անգամ հանրապետականի դեմ կեղծ, սուտ, կեղտոտ արշավ էր կազմակերպել, ուղղակի դեպքերի զարգացման տրամաբանությամբ այն ընդամենը 3 օր տևեց, որովհետև մեր հայտարարության մեջ ամեն ինչ հստակ ասված էր։ Ուստի ոչ, ես չեմ համարում, որ դա վիժեցնում է գործընթացը, ես չեմ համարում, որ դա անելանելի իրադրության մեջ է մտցնում մի շարք պատճառներով են, որ ես նշեցի, որ առկա են բացի այդ երկուսից եւս 2 անկախ պատգամավորներ։ Մեկ, երկրորդ, ինչպես ներկայացրել են նախաձեռնության հեղինակները, այսինքն նախաձեռնողները ստիպված եմ օգտագործել նույն բառը, տրամաբանությունը չի լինելու հենց հավաքվի 36 ստորագրություն նույն վարքյանին մուտք անել ազգային ժողով, որպեսզի արդեն ընկնենք այդ ժամային գրաֆիկի մեջ ու խնդիրներ առաջանան։ Բացարձակ այդ ստորագրությունները շարունակվելու են, օրենքը ասում է առնվազն 36 ստորագրություն շարունակվելու են մինչև 54-ին, հա, անհրաժեշտ թվին ավելի մոտ թվով պատգամավորներ ստորագրեն այդ գործընթացի տակ, այնպես որ չէ, ես չեմ կիսում ձեր կարծիքը, որ դա վիժեցնում է գործընթացը։ Շատ լավ, նախագահ Քոչարյանը նաև իմպիչմենտի գործընթացի մասին արտահայտվեց եւ մեղմ ասած թերահավատորեն է մոտենում, եթե չասեմ, որ առհասարակ Հայաստան խմբակցությունը այսպես
փորձում է ամեն կերպ ապացուցել, որ սա չստացվող process է։ Այժմ հասկանալ, նախկինում երկու խմբակցությունները միմյանց հետ աշխատել են, եղել են նախաձեռնություններ, որ համատեղ են ներկայացրել, որոնք օրինակ էլի չեն անցել ազգային ժողովում։ Այս պարագայում ինչու է Հայաստան խմբակցությունը նման սուր կերպով արտահայտվում իմպիչմենտի հետ կապված։ Դա պետք է Հայաստան խմբակցությունից հարցնենք։ Հասկանում եք, իրենք ասում են, մենք չենք ուզում մարդկանց կրկին հուսախաբ անել, որովհետև չստացվող։ Տեսեք, խնդրում եմ ասածս որպես Հայաստան խմբակցության ասացի մեկնաբանություն կամ պատասխան չընդունել, որովհետև ես նման նպատակ բացարձակ չունեմ, քաղաքացիները կորոշեն, թե որ տարբերակն է ավելի ընդունելի։ Ես ասեմ, թե մեր տրամաբանությունը այս պարագայում ինչու է կայանում, հա, որոշման կայացման։ Տեսեք, կետ համար առաջին, հա, փաստարկ, որը բերվում է, ու հիմա ես բացարձակ չեմ ծանրանում այս կամ այն գործչի կոնկրետ ասացի վրա, ես ընդհանրական փաստարկներն եմ քննարկում։ Փաստարկ համար առաջին, որ ասում են, որ ցանկացած չհաջողված, այն ինչ մասին դուք ասացիք, նախաձեռնություն ընդդիմադիր, կարող չի փողոցային, ոչ փողոցային եւ այլն, երբ տապալվում է, դա առաջացնում է հիասթափություն։ Այդ հիասթափությունը ցավոք սրտի մենք մի քանի անգամ բոլորս միասին ապրել ենք այս կամ այն փողոցային շարժումից հետո, ընդ որում ես տապալում բառը չեմ սիրում օգտագործել, որովհետև Փաշինյանի այս պահի պատմական մինիմում ռեյտինգի հասունացման գործում այդ բոլոր փողոցային ակցիաները 1 հոգանոցից մինչև 50,000 հոգանոց յուրաքանչյուրը իր չափով ազդեցություն է ունեցել, յուրաքանչյուր նման եթերը մի կաթիլ է եղել, այսպես շարունակ, հա, ազգային ժողովում յուրաքանչյուր հայտարարություն եւ այլն։ Իհարկե այդ հիասթափությունը բոլորս մեր մեջ զգացել ենք, բայց փաստը այլ է։ Փաստը հետևյալն է, յուրաքանչյուր հաջորդ փողոցային պայքար եղել է ավելի մեծ, ավելի հուժկու, քան նախորդ։ ՀՓՇ դիմադրություն, Բագրատ Սրբազանի պայքար։ Այսինքն ամեն հաջորդին ավելի շատ մարդ է եկել։ Երկար կարող ենք վերլուծել դրա պատճառները, ինչու՞ են, բայց փաստը մնում է փաստ։ Այսինքն այդ հիասթափության թեզի հետ կապված մեկ կետը ինձ թվում է ակնհայտ պատասխան ունի։ Երկրորդ պատասխանը, որ ասում են, որ եթե այս գործընթացը տապալվի, կամ հաջողության չհասնի, ապա դա կազդի ընդդիմադիր պատգամավորների, ընդդիմադիր խմբակցությունների ռեյտինգի վրա։ Նախաձեռնողները բազմիցս ասել են, որ դա իրենց նախաձեռնությունն է եւ այլն, իրենք են կրում քաղաքական պատասխանատվություն, բայց նույնիսկ եթե դա էլ չասեն իրենք, պարզ է, որ մեր հասարակության աչքերում առաջին պատասխանատուները ընկալվելու են ընդդիմադիր խմբակցությունները։ Այդ փաստարկին ես պատասխանում եմ շատ հանգիստ։ Դա մեզ չի հետաքրքրում։ Այսինքն, երբ որ մենք մի նժարի վրա դնում ենք մեր ռեյտինգը կարող է նվազի եւ կա գոնե ինչ որ հավանականություն Փաշինյանից ազատվելու մինչև 26 թվականը, մինչև ինքը էլի հող կհանձնի դեմարկացիայի դելիմիտացիայի շրջանակներում, մինչև ինքը անդառնալի որևէ գործողություն կիրականացնի միջպետական տրամաբանության մեջ, այսինքն ինչ որ բան կստորագրի Ադրբեջանի հետ ու այսպես շարունակ։ Մենք երբ որ համադրում ենք կշռքի վրա դնում ենք մեր ռեյտինգը ու այդ հաջողության հասնելու ցանկացած մակարդակի հավանականությունը, այստեղ մտածելու բան մեր համար չկա։ Ես որ հիմա ձեր հետ խոսում եմ, ձեր հարցերին պատասխանում եմ, ես մտքումս տենց հետին միտք չունեմ, ասին հենց բան ասեմ, որ ռեյտինգից վերաչազդի կամ հանրապետականի ռեյտինգի վերաչազդի։ Չէ, շատ պարզ է ամեն ինչ։ Եթե ինչ որ բանը Փաշինյանին հեռացնելուն իշխանափոխությանը օգուտ է, ապա դա լավ է։ Եթե օգուտ չի, ապա դա լավ չի։ Շատ պարզ դրամաբանություն է։ Երբ որ այդ պրիզմայով ես նայում իրադարձություններին, ամեն ինչը ավելի հեշտ է դառնում։ Ուստի սա է մեր մոտեցումները, թե մենք ինչպես ենք կայացրել այս որոշումը։ Էլ չեմ ասում, որ այս տարիների ընթացքում մեր խորհրդարանում մնալու պատճառներից մեկը, որովհետև այնտեղ կան նաև միջազգային համագործակցություն, մեր անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ ընկերների հետ հանդիպումների հնարավորություն, պատգամավորական այլ գործիքակազմ եւ այլն։ Բայց պատճառներից մեկը միշտ եղել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար քվեարկելու եւ այն նախաձեռնելու գործիքը, որը ունի ազգային ժողովի պատգամավորը, ու մենք ինչպես եւ ես խոստացել էի մի քանի ամիս առաջ, չի լինի մի գործիք պատգամավորական, որը մենք չենք փորձի, կիրառի, օգտագործի իշխանափոխության համար։
Վերջին շրջանում կրկին անդրադառնամ երկու քաղաքական ընդդիմադիր ամենաուժեղ քաղաքական հասկացա ամբողջ օրը դրանից ենք խոսել Դե ինչ անեմ, պարոն Մամեջանյան, որտեվ Ձեր հարցերն եմ ոսուզել որտեվ ասում եմ, որ այս ամենը արվում է հետևյալ բանի համար։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը եւ Քոչարյանը ուզում են չեզոքացնել հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին, որպեսզի 26 թվականի ընտրություններին ներկայանան որպես միակ ընդդիմադիր եւ իշխանությանը այլընտրանք հանդիսացող։ Այսինքն ըստ էության գրավեն ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ։ Տեսեք, հանրապետականին չեզոքացնող գոյություն չունի։ Ես բացարձակ չեմ պնդում, որ դա ձեր նշած ուժերի նպատակներից մեկն է, չնայած Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մեջ մարդիկ կան, որոնք ավելի շատ են պայքարում հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի դեմ, քան թե Նիկոլ Փաշինյանի մարդիկ, որոնց ասուլիսներ կա, ասուլիսներ, հարցազրույցներ ես տարիներով կամ ամիսներով չէի լսել, հիմա ինչ որ օրը մեկ հարցազրույցներ են տալիս տարբեր տեղեր աջակիցների մասին եմ խոսում այս բային, բայց այնուամենայնիվ այն ինչի միջով անցել է հանրապետականը 18 թվականին քաղաքագիտական բոլոր կանոններին ի հակադրում մնացել է եւ շարունակում է լինել առանցքային եւ կարեւորագույն ազգային ընդդիմադիր ուժերից մեկը չեմ կարծում որ որևէ մեկի մտքով սթափ ուղեղում կանցնի հավանականություն որ ինքը կարող է հանրապետականին վերացնել կամ չեմ հիշում արդեն ինչ բառ օգտագործել չեզոքացնել դա անհնար է եթե որևէ մեկը նման պլաններ ունի ես խորհուրդ չէի տա այդ ճանապարհով գնալ բայց եւ այնպես կա այդ խնդիրը ընդդիմության դրսում Դուք պետք է այդ հարցը տաք այն մարդկանց, ովքեր ձեր կարծիքով նման պլաններ ունեն։ Մենք ունենք շատ պարզ, շատ հեշտ Չէ՞ ձեր դեմ արշավ է արվում, ուրեմն պետք է նպատակ ունենա։ Մեր դեմ, մեր մասին սուտ ասողի ի պատասխան մենք 10 ճշմարտություն իրենց մասին կասենք։ Իմ ավակ գործընկերներից մեկը մի լավ խոսք ունի, որը եւ ես եւ այլ հանրապետականներ հաճախ կրկնում են մի ասեք մեր մասին սուտը, որպեսզի մենք ձեր մասին ճշմարտությունը չասենք։ Շատ լավ, եւ վերջում կուզեի անդրադառնայինք վերջին շրջանում աղմկահարույց մի օրենքի նախագծի Հայկ Սարգսյանի կողմից բերված առաջարկում են փողով ըստ էության բանակից խուսափել, որտեղ ըստ էության մեկ ամիս ծառայելը անկեղծ լինենք, դա ծառայություն չէ, հա, իր իմաստով։ Հիմա ինչու են քպականները այս փուլում այս նախաձեռնությունը բերել։ Գիտեք, երևի մեկ-մեկ ես չափից շատ ազնվություն եմ դրսևորում քաղաքական գործընթացներով։ Ես ինքս որպես գիտությունների տեխնացու չեմ ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ուստի գուցե իմ դրա մասին խոսելը Ամենապես գումարով չի որ չեք ծառայել։ Գիտությունների տեխնացու եմ։ Ընդ որում պաշտպանությունս եղել է արդեն այս իշխանություն կոչեցյալների օրոք։ Բայց բուն տրամաբանությունը, որի մասին ես չեմ սխալվում, նույնիսկ միտքն արտահայտվել եւ ամենամանրամասն սրա մասին խոսել է մեր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը բոլոր հնարավոր եւ անհնար ֆորմատներում։ Խնդիրը փիլիսոփայության մեջ է։ Այսինքն իրենք ամեն ինչ անում է որ պետականության, պետության բոլոր ատրիբուտները վերացնեն, ձևախեղեն, այլասերեն այդ մոտեցմամբ հեռու չես գնա իսկ իրականում կհասնես այնտեղ որտեղ հիմա հասել է մեր պետականությունը եթե չեմ սխալվում օրինագծում որպես միջազգային փորձ ի թիվս այլ երկրների բերված է Թուրքիան եւ Ադրբեջանը Ես իհարկե երկար կարող եմ բացատրել թե ինչ տարբերություններ կան Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև դեմոգրաֆիական տեսանկյունից եւ այլն, բայց զուտ մոտեցման տեսանկյունից նորմալ է որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում օրինագիծ է ներկայացվում, որտեղ որպես միջազգային փորձ բերվում է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ավելին չեմ էլ տեսեք մանրանում։ Զուտ մոտեցման փիլիսոփայության մակարդակում դա անընդունելի է եւ պատիվ ունեմ խմբակցությունը բոլոր տեղերում արտահայտվել է դրա մասին ինչպես կռահում եք մեր մոտեցումը արտահայտված կլինի նաեւ քվեարկության տեսքով
Հետևենք process-ներին, պարոն Մամիջանյան, շնորհակալ եմ Ես այս զրույցի համար։ Հարգելի հեռուստատողներ, ես զրուցում եմ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, կհանդիպենք։